Ամեն երկիր ունի իր պետական զինանշանը։ Այն արտացոլում է ժողովրդի մշակույթը, պատմությունը, արժեքները։ Իսկ ինչպես ստեղծվեց մեր երկրի Հայաստանի զինանշանը եւ որոնք են մեր գլխավոր արժեքները։ 1918 թվականին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը եւ մայրաքաղաքը դարձավ Երևանը, որն այն ժամանակ դեռ փոքր գավառական քաղաք էր։ Հայաստան եկած ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը օր ու գիշեր մշակում էր նոր ժամանակակից Երևանի հատակագիծը, նախագծում գեղեցիկ նմանը չունեցող շենքեր։ Բայց նորաստեղծ հանրապետությանը պետք էր ոչ միայն շքեղ մայրաքաղաք, այլև պետական խորհրդանիշեր, այդ թվում զինանշան։ Եվ իր ընկերոջ նկարիչ Հակոբ Կոջոյանի հետ Թամանյանը սկսեց մշակել Հայաստանի զինանշանի տարբերակները։ Զինանշանը պետք է ունենար հզոր գաղափար եւ արտացոլեր երազանք, որն ապրում է ամեն հայի սրտում։ Որն էր այդ գաղափարը, այդ երազանքը։ Թամանյանն ու Կոջոյանը որոշեցին ցույց տալ հայոց պետականության շարունակականությունը, նրա պատմական ուղին, ու Վահանի վրա պատկերեցին հայկական արքայական տոհմերի խորհրդանիշերը, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների եւ Ռուբինյանների։ Վահանի երկու կողմերում առյուծն ու արծիվն են հսկում, ճիշտ այնպես, ինչպես հայը միշտ պաշտպանել է իր հայրենիքը, լինելով առյուծի պես քաջ եւ արծվի պես ուժեղ։ Զինանշանը գեղեցիկ եւ տպավորիչ ստացվեց եւ բոլորին շատ դուր եկավ։ Բայց Թամանյանը հասկանում էր, մի կարևոր բան պակասում է։ Բայց ի՞նչն է դա։ Հայկ Նահապետի աղեղն ու նետը, Մաշտոցյան այբուբենը, Ռանշպարի գութանը։ Երկու ընկեր երկար էին քննարկում հնարավոր տարբերակները, բայց երբ դուրս եկան պատշգամբ մի փոքր շունչ քաշելու, պատասխանը նրանց աչքի առաջ էր։ Չկա ավելի կարևոր եւ ավելի հարազատ բան հայի համար, քան Արարատ լեռը։ Հենց այստեղ իջավ Նոյան տապանը եւ այստեղից մարդկությունը նոր կյանք սկսեց։ Հենց Արարատի շուրջ Հայկ Նահապետից սկսած հայոց արքաները պետություն էին կառուցում, ու հենց այստեղ է հազարամյակներ շարունակ ապրել եւ արարել հայ ժողովուրդը։ Արարատը պետք է երևար Թամանյանի նախագծած նոր Երևանի ամեն պատուհանից, որպեսզի հայը երբեք չմոռանա իր ինքնությունը։ Եվ զինանշանի կենտրոնում իհարկե պետք է լիներ միայն Արարատը, հայ ժողովրդի եւ հայոց երկրի խորհրդանիշը։ Երբ զինանշանը հաստատվեց, Թամանյանը չէր զսպում զգացմունքները։ Նոր Հայաստանը ամուր թելերով կապվեց իր փառավոր անցյալի հետ։ Հետագայում խորհրդային կարգերի հաստատումից հետո Հայաստանում շատ բան փոխվեց։ Երկիրը ստիպված էր փոխել նաեւ պետական խորհրդանիշերը։ Բայց ոչ ոք չկարողացավ ջնջել հայոց խորհրդանիշ Արարատը մեր սրտից, մեր հիշողությունից, մեր գիտակցությունից։ Խորհրդային Հայաստանի զինանշանը ստեղծելիս հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը կենտրոնում նորից պատկերեց Արարատը իր ողջ վեհությամբ, եւ դրան չկարողացան խանգարել ոչ խորհրդային իշխանությունները, ոչ հարևան երկրի ցեղասպան ղեկավարները։ Արարատը մեզ հետ էր, այն մեր նոր հաղթանակների եւ նվաճումների անունն ու փառքը դարձավ։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետության զինանշանը, լինելով Թամանյանի, Կոջոյանի, Սարյանի եւ մեր բոլոր մեծերի երազանքի արտացոլումը, հիշեցնում է մեզ եւ ցույց է տալիս բոլորին. մենք հայերս Արարատի ժողովուրդն ենք։ Այդպես եղել է միշտ եւ այդպես լինելու է հավերժ։